Գլխավոր դատախազությունն այսօր հաստատեց, որ Սյունիքում անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած ծեծկռտուքը սկսել է Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո, վերջինս սակայն ձերբակալված չէ, նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարվել, ըստ պաշտոնական հաղորդագրության ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքների բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը Ազատությանը տեղեկացրեց, որ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած խոշոր ծեծկռտուքի գործն այսօր առավոտյան է փոխանցվել իրենց։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ խուլիգանությանը մասնակից անհայտ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Տիգրան Խաչատրյանը հրավիրվել է քննչական կոմիտե, թե ոչ։ Չենք կարող ասել, թե այդ քրեական գործով ընդհանրապես ովքեր են հրավիրվել հարցակնության եւ ոչ միայն այդ քրեական գործով կատարում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ։ Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մայիսի 2-ին Գորիս բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը աջ-աչքի վնասված կոպիտ պատռված մարմնական վնասվածքով։ Դեպքի արդիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին ժամը 16:00-ի սահմաններում Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի Սդղլի գյուլ կոչվող տարածք։ Այնտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք։ Վերջինս տեղափոխվել է Երևան։ Նրան վիրահատել են, սակայն տեսողությունը վերականգնել առայժմ չի հաջողվել։ Հարուցվել է քրեական գործ ինքնությունը չպարզած անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Դեպքից 3 օր անց քննչական կոմիտեն հրաժարվում է մանրամասներ հաղորդել։ Պաշտոնապես չի հաստատվում նաև արդյոք վիճաբանողը Սյունիքի մարզպետ Սյուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանն է, թե ոչ։ Քննություն է տարվում պարզելու նախ խուլիգանությանը մասնակից անձանց ինքնությունը, որից հետո նոր կհասակեցի նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը եւ ձեր դրված ապացույցների հիման վրա կտրվի համապատասխան իրավական գնահատական։ Ծեծկռտուքից հետո տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում։ Այսօր եւս նրա հետ զրուցել չհաջողվեց։ Հարազատները նույնպես հրաժարվեցին խոսել։ Երեկ Ազատության հետ զրույցում տուժողի հայրը մանրամասն նկարագրում էր, թե իբր իր որդին մեքենայի վրա գործ անելիս է եղել, ճանապարհին ընթացող մեքենայից պատահաբար քար է թռել ու դիպչել աչքին։ Նշանակ մեզ կարող եք ասել վիճաբանություն չի եղել, իրան Սյուրիկ Խաչատրյանի տղան չի ծեծել, հա։ Հաստատ չի եղել։ Ինքը գործ անելուց ինչ-որ քար է թռել։ Հա, քարը թռել է, միգուցե այդ վնասվածքը աչքի իսկապես քարից է եղել։ Հետագայում վիճաբանության մասին տեղեկություն եք, թե ոչ։ Չի եղել դες։ Վիճաբանություն չի եղել։ Չէ, դեպքից հետո վիճաբանություն չի եղել։ Իսկ այդ դեպքի ընթացքում Այդ դեպքի ընթացքում դժվար վիճաբանություն էր ածել։ այդ մեքենան խփել է ու գնացել է։ Հա։ Այսօր հայրը հիվանդանոցում չէր, հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Երեկ խորհրդարանում Սյունիքի մարզպետ Սյուրիկ Խաչատրյանը եւս հայտարարում էր, որ իր որդին որևէ ծեծկռտուքի չի մասնակցել։ Ավելին, մարզպետը վստահեցնում էր, որ Տիգրան Խաչատրյանը միջադեպի օրը ընդհանրապես Գորիսում չի եղել։ Տիգրանը ստեղ է, Տիգրանը Երևանում է, Տիգրանը ինչ ունի Սդղի գյուլում անելու։